Փառքնեժդեհին աշխարհում արդեն սկսվեց լուրջ աշխարհքաղաքական ձևափոխման փուլը։ Եթե միտեղ պատերազմ է սկսվում եւ այնտեղ մասնակցում է Ամերիկան, որը աշխարհի առաջատարն է, ուրեմն ինչ-որ մի բան պետք է փոխվի։ Ուզենք թե չուզենք, դա պետք է փոխվի։ Իհարկե Իրանի հետ պատերազմը իմ սրտով չէր, բայց հուսանք Վենսի ասած կարճաժամկետ պատերազմը տեղի կունենա հենց կարճաժամկետ փուլով, որպեսզի Իրանը լուրջ խնդիրներ չունենա։ Ես չգիտեմ ինչ հաշվարկով են արել, բայց որոշակի հիմքեր կան, երբ որ ուսումնասիրում ենք տարածաշրջանը, հուսանք որ կարճաժամկետ է լինելու, բայց Իրան, Ամերիկա եւ Իսրայել պատերազմին կանադառնամ մեր երկրում մի փոքրիկ իրադարձություն է տեղի ունեցել, բայց ասեմ որ աղմուկը մեծ չեղավ, առաջ շատ մեծ կլիներ, երբ որ իմանային իբր Աննան Նիկոլից բաժանվել է, դա շատ լուրջ կարող է ցնցում լիներ, բայց հիմա ոնց որ թե ավելի շատ ծաղրի նմանվեց, հոգացավ մարդիկ իրենց հանդեպ, իսկապես լուրջ պակասել են։ Ինչպես պակասել են Իրանում իրենց ժողովրդի վերաբերմունք իշխանությունների հանդեպ։ Ինչ տեղի ունեցավ։ Ես չգիտեմ իրենք հասցրեցին ամուսնանան, որ բաժանվեն, բայց ասենք տկարի համար սա կարող է լուրջ իբր խնդիր լիներ, որովհետև Աննան ասում էր Հայաստանում ամենաավանդական ընտանիքը մերն է, իրենցն է, էլի, ավանդական ընտանիքի Աննան թուրք դերասանի հետ ամիսներով ֆիլմեր նկարում, չգիտեմ ես որ ջահանդամները։ Դա էլ ինձ չի հետաքրքրում։ Բայց ուղղակի ուզում եմ մարդիկ կային, որ ասում են սա ինչ-որ պլանավորված խաղ է, ինչ-որ, չգիտեմ, ինչ-որ բան են նախապատրաստում։ Ես ուղղակի որ այդ մարդկանց նաև կասկածները փարատեմ, ասեմ որ դավաճանը, իսկ Նիկոլը միանշանակ դավաճան է, որովհետև Արցախն Ադրբեջան համարողը, Արարատը Թուրքիա համարողը, ցեղասպանությունը կասկածի տակ դնողը չի կարող հայրենասեր լինել կամ հայամետ լինել։ Նա ընդհանրապես հանցագործ դավաճան, ասենք սահմանադրական կարգը խախտող, ազգի պետության արժանապատվությունը վիրավորող, ունեցվածքը վաստակը վատնող անբարոյական է։ Հասկանում եք։ Ասենք չի տեղավորվում, որից է, ասենք, բարոյական նորմի սահման, ոչ մի նեղ սահմաններում ինքը չի տեղավորվում։ Այսինքն ինքը բացահայտված հանցագործ է։ Որպես գործակալ թշնամու, որպես թշնամու գործակալ, իր կյանքը, ոչ էլ իր ընտանիքի անդամի կյանքը արդեն իսկ իրեն չի պատկանում։ Այսինքն այն որոշումները, որը կայացվում են Նիկոլի կամ Աննայի կողմից, որոնք կարող են ազդել իրենց իմիջի վրա, քաղաքական հետագծի վրա, գործողությունների վրա, իրենք չեն կարող իրենց տերերի հետ չհամաձայնեցնել, որովհետև տերերը նրանց վրա խաղադրույք են արել։ Եվ հավատացեք, եթե Նիկոլը որոշի արթնանա եւ իրեն կախաղան, ասենք կախի իրեն, ուզենա հրաժարվել կյանքից, այն իր անվտանգության աշխատակիցները թույլ չեն տալու։ Ես համոզված եմ, որ այնտեղ կան մարդիկ, ենթադրում եմ, բայց առավել եւս համոզված եմ, որ կան որոնք զեկուցում են Ադրբեջանին, ասենք Ալիևի մարդիկ են, կան մարդիկ, ովքեր Էրդողանին են զեկուցում, կան մարդիկ, որ հաստատ Պուտինին են զեկուցում։ Այսինքն նրանք ոչ միայն Նիկոլի անվտանգությունն են պաշտպանում, այլ նաեւ պաշտպանում են այն, որ Նիկոլը հանկարծ ինքը իրեն վնաս չտա, որովհետեւ ինքը դեռ բան ունի անելու այդ մարդկանց համար։ Եվ ամենահարմար տեխնացուն դեռ մինչև այս պահն ինքն է։ Ու եթե հանկարծ Աննան որոշի բաժանվել Նիկոլից, ու եթե իրենք հաշվարկ անեն, որ դա վնասել է իրենց իմիջին, ընել չեղած իմիջին, կամ քաղաքական թիմն է վնաս կրելու, կամ անհարգի խոսակցություններ, պառակտում, լայնամասշտաբ հակակրանք, հասկանում եք։ Այսինքն իրենք իրավունք չունեն վնասելու գործընթացը։ Այսինքն Աննայի այս հայտարարությունը չի կարող պայմանավորված չլինել կամ չստանա թույլտվություն Բաքվից կլինի, Մոսկվայից կլինի, Անկարայից կլինի։ Սրանց կյանքը, այսինքն գործակալի դավաճանի կյանքը իրեն չի պատկանում։ Իրենք արդեն իսկ այդ ծուղակի մեջ են։ Ես ցանկացած գործողություն պետք է համաձայնեցնեն իրենց տերերի հետ։ Դա որպեսզի հասկանաք ինչ է լինելու։ Թե մի հետագայում Աննան քաղաքականությամբ կզբաղվի, կսկսի Նիկոլին ծաղրել, ասենք այդ թիմը վերցնել կես տանել այնտեղ, փորձել ինչ-որ մի բան անել, կողքից էլ որ Մոսկվան օգնի, հասկանում եք, բայց արդեն
գնացել է, որովհետև Հայաստանում համատարած խոսում են պայթունից։ Ոչ թե ռումբի պայթունից, այլ հայ մարդու պայթունից։ Բոլորն են խոսում։ Իսկ երբ որ մի բան խոսվում է, Սերժիկի օրոքել, չէ՞, մարդիկ ասում են, մեզ մարդը մեզ ուզում է տերորիստ դարձնի, ահաբեկիչ է ուզում սարքել ազգին։ Վեր կենան ու սկսեն արունը խմել։ Ու երբ որ ժողովուրդը սկսում է խոսել, եւ դրան ասեմ, շատ է նպաստել հենց Բևերի ծրագրերը։ Եվ շատ է նպաստել Ռուսաստանի թուլացումը։ Ժողովուրդը արդեն հասկանում է, որ էլ վերջը Ռուսաստանի հետ հնարավոր չէ։ Մնացել է Թուրքիան եւ Արևմուտքը։ Իսկ Թուրքիա չեն ուզում։ Այսինքն դեպի Արևմուտք ծրագիրը, որը Բևերն էր տասնյակ տարիներ, այսինքն մեր նախնական կառույցը առաջարկում էր, սկսում է աշխատել։ Իհարկե Բևերին թողում են ստվերում, բայց ծրագիրը Բևերի աշխատում է։ Վիլսոնի իրավարար վճիռը սկսել են խոսել բոլորը։ Շուտով ռուսահպատակները, որ մինչև հիմա հələ ասենք, չգիտեմ, Լենինի դամբարանի վրա հույս էին դրել, որ մեռել է, չէ՞ Լենինը, ասենք Պուտինն էլ է այդ վիճակում, կա շնչում է, բայց ոնց որ դամբարանում դրած Լենին լինի, բայց հələ մարդիկ կան, էլի հələ հույս են կապում։ Շուտով դրանք են արդեն զգալու են, որ կորցնելու են։ Ու այդ ժամանակ պայթունը տեղի կունենա։ Այդ որը ասվում է այդ պայթունը։ Ու ասեմ դրա ամենաշատը այդ պայթունը հասունացրել է հենց Բևերի ծրագիրը, հենց Վիլսոնի իրավարար վճիռը, հենց մեր պահանջատիրությունը թուրքերից։ Անհոգ եղեք Նիկոլի ցանկացած կամ Աննայի ցանկացած գործողություն արդեն իսկ կառավարվում է դրսից, իրենք անգամ ներսում իրենց հարաբերությունների հետ կապված։ Շատ վատ կարող է լինի իրենց հարաբերությունները, բայց եթե պետք է ցույց չտան, ուրեմն պետք է ցույց չտան։ Եթե այնտեղից հրանգը գալիս է ասում է պետք է ընտանիքը մնա, որպես պետք է ցույց տակ, որ դուք սիրով ամուսին եք, պետք է մնա։ Եթե հիմա որոշել են, որ պետք է չմնա, ուրեմն տեսնենք, որ մի ծրագրով են գնում։ Անան դարձնում են քաղաքական գործիչ, թե ուրիշ բան են ուզում անել։ Դա գերեվա։ Անցնենք Իրանի թեմաներին, երկու տարօրինակ բան ինձ համար տեղի ունեցավ, անսպասելի տարօրինակ։ Մեկը, որ Իրանի խորհրդարանի փոխնախագահը հայտարարեց, որ իրենք միշտ էլ ուզեցել են ատոմային ռումբ ունենան։ Իրենք այդ ուրանը հարստացրել են այդ նպատակով։ Իրանը երբեք որևէ պաշտոնյա չի հայտարարել, որ իրենք ուզում են զենք սարքել, իրենք ասել են խաղաղ նպատակներով է։ Դե հասկանալի է, ասենք մասնագետները կամ հետախուզությունը ամերիկյան իսրայելյան տեսել են, որ Իրանը եթե 3-5% հարստացումից կամ 10% եթե արդեն բարձրացնում են, ուրեմն դա արդեն խաղաղ նպատակներով չեն կարող օգտագործել, դա արդեն զենքի է գնում։ Այսինքն խոսում է 20-ից 60% հարստացման մասին։ Հասկանում եք, այսինքն Իրանը խաղաղ նպատակով 3-ից 5% շեմը չպետք է անցներ հարստացման ուրանի, բայց գրանցվել է, որ 20 տեղ կա նույնիսկ 60%։ Եվ ամերիկացիները առաջարկել էին, որ այդ 3 օջախները, որտեղ հարստացման գործընթաց է գնում, ոչնչացրեք եւ այդ հարստացված ուրանը տվեք մեզ։ Եվ պարսիկները դեմ են գնացել։ Ուղղակի, ասենք, խորհրդարանի փոխնախագահանի չէ այդպես, այսինքն ոնց որ Ամերիկային հրահարի դեպի իրեն։ Հիմա ես չգիտեմ, իրեն արդեն առել են ամերիկացիները, հա, որ ինքը նման հայտարարություն անի, Ամերիկան կարող է դա հիմք վերցնել, որովհետև քիչ պաշտոն չէ, խորհրդարանի փոխնախագահն է։ Եվ Աֆղանստան, Պակիստան, այս կարելի ասել պատերազմ, որովհետև այնտեղ էլ շատ լուրջ խնդիր է գնում։ Այսինքն Իրան մտնելուց առաջ Պակիստանին զբաղեցրեցին, էլի, ասեցին դու զբաղվի, որովհետև Չինաստանը ցանկացած բանի Պակիստանին կարող է հրահրել, օգտագործել, Իրանին օգնել։ Իրանում էլ ասում են, որ մենք հիմա ինչ հրթիռ որ ուղարկել ենք Իսրայելի վրա կամ ամերիկյան ռազմաբազաների վրա, դա մեր պահեստային, մենք այնքան հրթիռ ունենք, եւ այստեղ նաեւ խնդիր առաջան, ասում եմ, միգուցե Չինաստանը զորավարությունների նպատակով երբ որ եկել էր Պարսից ծոց, ապրանք է բերել տղերքին տվել, փորձում է սրել, բայց Իրանը պետք է հասկանա, որ Ռուսաստանի թևերի տակ ծմերուկ տվեց, բայց հետո տեր չկանգնեց, որովհետեւ շատ դժվար է Ամերիկայի հետ այսօր։ Այսի բաներ են տեղի ունեցել եւ
Վենսի ասած կարճաժամկետ պատերազմը իմ կարծիքով ավելի ռեալ է։ Ընդ այն դեպքում, երբ որ ժողովուրդը իշխանությանը չի աջակցում։ Դուք պատկերացնում եք, Իրանի վրա հարձակվել է պետություն, ժողովուրդը իր իշխանությանը չի վստահում, այդ թշնամուն է վստահում։ Այսինքն իշխանությունների թշնամուն։ Մենք խոսում ենք մեր բարոյական, չգիտեմ ես ինչ, պատկերացնում եք ժողովուրդ են, պետություն են, բայց իրենք թշնամին հարձակվել է պետության վրա, թշնամուն են, ասում են այսօր էիք, բա որ մենք ցույց էինք անում։ Այդպիսի բան կա աշխարհում։ Այնպես որ հայ ազգին քննադատողներ հասկացեք, որ այն վիճակում, որ հայտնվել է հայը, շատ ծանր վիճակ է։ Մենք եթե մեր արժեքները պահենք, մեր արժանապատվությունը, չլինենք նիկոլական, էլի, չասենք ցեղասպանությունը մտածված էր, Արարատը Թուրքիա է, Արցախը Ադրբեջան է, ազատամարտիկը հանցագործ է, դե եթե Արցախն Ադրբեջան է, ուրեմն այդ երրաբլուրում պարկաստեղեր կան, այև այն ողջերը բոլորը հանցագործներ են, հասկանում եք։ Նման իրավիճակներ են հիմա մեր տարածաշրջանում, ելի եմ ասում, հուսանք, որ Վենսի ասած կարճաժամկետ պատերազմը, այդ կարճաժամկետ փուլում էլ կավարտվի, որ Իրանում ծանր ոչ տնտեսական, ոչ մարդկային կորուստներ կամ տեղաշարժեր, գաղթեր տեղի չունենան։ Եթե կարճաժամկետ լինի, կշահի Հայաստանը, եթե երկարաժամկետ եղավ, ոչ Պարսկաստանը կշահի, ոչ էլ Հայաստանը։ Հուսանք Վենսը այս անգամ ճիշտ կլինի։ Մրակ խաղաղությամբ։